վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը շատ է խոսում երկաթգծի կոնցեսիոն կառավարումը վերցնելու ռուսական կողմից եւ ասում է այլ երկրորդ Ղազախստանի մասին են խոսում։ Դուք այս գործակը, այս քաղաքականությունը ինչպես եք գնահատում, արդյոք պետք է այս բանը վերցնել։ Նայեք, ես կարծում եմ դա եւ ռուսների համար է ձեռնտու, որովհետեւ ես գիտեմ, որ այսօր բավականին ֆինանսական եւ տարբեր խնդիրներ կան, ցանկալի է ինչի, որտեղ Ռուսաստանի հետ կպնելու ենք մենք մեկը ինչ որ մի տեղով եւ լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի, մեկը Ռուսաստանը նույնպես շահելու է, որտեղ տարածաշրջանը սկսելու է շնչել բավականին այլ երկրներից, որ պատկերավոր չէր, օրինակ Հնդկաստանից ապրանք է գալու Հայաստանով անցնի, որտեղ Ռուսաստանն էլ է մաս ունենալու, չգիտեմ, ինչ-որ սերծովով է գնալու կամ մի տեղով կամ Եվրոպայով, բայց Ռուսաստանը նույնպես տարածաշրջան է։ Ես չգիտեմ, այդ գիտակցությունը կլինի թե չէ, որ տարածաշրջանը պետք է ամեն ինչ անենք հարստանա։ Դուք նայեք 50-ական թվականներին Եվրոպայի որոշումները, Եվրոպական միության ստեղծման եւ մնացած ազատականացման, սահմանների բացման, ավելացած արժեքի այլ ձևերով կիրառման եւ մի ազգային դրամի անցնելուն եվրոյի։ Ճիշտ որոշումներ ա եղել, ասեք։ Քյասյան, իսկ բենզինի հետ կապված ներդրումը Ադրբեջանից ստաբիլ է արդեն, թե նկատի։ Ադրբեջանը բենզինի գործարան չունի, ես ինչքան գիտեմ, որ վերամշակող գործարան բենզինի նավթամթերքի ունի։ Տեղյակ չեմ, որ ասում եմ, չեմ հետաքրքրվում, հավատացած եղեք, բայց ինչ որ մի բան ես գիտեմ, որ հիմա շատ է գները թանկացել, այդ կարծեմ մի երկու օր առաջ եմ իմացել, որ շատերը դեռ չեն թանկացնում, ավելի ցածր գնով են վաճառում, որտեղ մտածում են կարող է արագ կարգավորվի, որտեղ կա որոշակի պաուզներ։ 20%-ը Պարոն Սուքեսյան, իսկ ճիշտ է դուք ասում եք չեք զբաղվում, բայց տեղեկություններ ունեք ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկում են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե ոչ։ Եթե ճիշտ ասած, եթե գնային քաղաքականություն լավ լինի, մեր ընտանիքը չէ ցանկացած ընտանիք կուզենա, որպեսզի ինքը ավելի մրցունակ լինի։ Իհարկե, ես վստահ ձեզ ասում եմ եւ ես պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր որ ուզենալու են ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքով։ Հետո ես ձեզ մի բան եմ ասեմ, պարոն Կիրակոսյան։ Այդ ժամանակին նորից այդ գնահատականը տալիս եմ, եթե իհարկե լոգիստիկան բավականին գիտեք որ ծախս է։ Այսօր դուք լավ իմացաք, որ Հորմուզի նեղուցում ասում էին, որ այս լոգիստիկայով անցնելուց դուք այսքան միլիոն պետք է վճարեք, ճիշտ է։ Այդ նշանակում է, եթե դու որպես Հայաստանի Հանրապետություն ուզենաս ձեռք բերես, ուրեմն այդ որևիցե նավերից մեկի ապրանքը քոնն է լինի, նշանակում է ինքը արդեն թանկացած կլինի, համաձայն եք թե չէ։ Բա դու եթե քո հարևանից վերցնում ես, այդ լոգիստիկ ծախսը չի լինում, նշանակում է որոշակի ավելի էժան կարող ես ձեռք բերել։ Հիմա ես ում ինչ բացատրեմ, կներեք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է ոչ թե մենք այդ տարբերակը պետք է դիտարկենք, այլ Աբխազիայի հետ բանակցենք, որ այդ երկաթգիծը աշխատի։ Ապրեք դուք, ես շատ շնորհավորում եմ ձեզ, բա 20 տարի Աբխազիայի հետ ինչ էին անում, նարդի էին խաղում։ 30 տարի ինչ ա եղել Աբխազիայի հետ։ Բա ուր է։ Մի օր Վրաստանը չէր համաձայնվում, մի օր Աբխազիան, մի օր Ռուսաստանի Դաշնությունը, լավ գիտեք։ Թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից էլ այդ խոսակցությունը գնացել է, կարող է Աբխազիան բացել, կարող է։ Հիմա այդ կարող են 30 տարի անցել է, լավ, լուրջ չի։ Ես էլ եմ շնորհակալ։